2018 թվականի սեպտեմբերի 28-ից ծառայում եմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում։ Աշխատանքներս իրականացրել եմ տարբեր ստորաբաժանումներում, նախ զբաղեցրել եմ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի, այնուհետև ավագ քննիչի պաշտոնները, Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նոր Քմարաճ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնը, Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նոր Քմարաճ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի ավագ քննիչի, հատկապես կարևոր գործերով քննիչի եւ բաժնի պետի տեղակալի պաշտոնները, քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության, հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնը, իսկ 2025 թվականի ապրիլի 17-ից զբաղեցնում եմ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության, հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնը։ Քննիչ դառնալու ձգտումը ինձանում ձևավորվել է դեռևս ուսանողական տարիների ընթացքում, որը գնալով ավելի էր ամրապնդվում եւ քննիչ դառնալու ձգտումը մշտապես ինձ մոտիվացրել է ուսանողական տարիներին եւ խթան հանդիսացել առավել բարձր առաջադիմությամբ սովորելու համար։ Քննիչ դառնալու որոշումը կայացրել եմ, քանի որ ինձ համար շատ կարևոր է օրենքի եւ արդարության, կիրառության իրական ազդեցությունը, ինչպես նաեւ գնահատում եմ աշխատանքի բարձր պատասխանատվությունը եւ վերլուծական մտածողության պահանջը։ Համաձայն չեմ սերով պայմանավորված քննիչի աշխատանքը տարբերակելու հանգամանքի հետ։ Քննիչի աշխատանքը ակնհայտ է, որ բարդ է եւ պատասխանատու, այն պահանջում է մասնագիտական բարձր որակներ, կարգապահություն, օբյեկտիվություն, անաչառություն, հոգեբանական կայունություն եւ այդ հատկանիշները կին թե տղամարդ չեն ճանաչում, այսինքն սերով պայմանավորված չեն։ Եթե անձը տիրապետում է այդ պահանջներին, աշխատանքում կարող է հաջողել եւ գրանցել մեծ հաջողություններ։ 7 տարի աշխատելով քննչական կոմիտեում ես համոզվել եմ, որ իգական սեռի ներկայացուցիչները աշխատանքին մոտենում են մեծագույն պատասխանատվությամբ եւ գրանցում են մեծ հաջողություններ։ Կարևոր է նաև ընդգծել, որ կանանց դերը միջավայրում ապահովում է առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը եւ ես ողջունում եմ համակարգում կանանց ներգրավվածությունը, ինչպես նաև զարգացման միտումը։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու դեպքում քննիչը ձեռնամուխ է լինում նախաքննության կատարմանը։ Ստանալով առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում քննիչը կազմում է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն եւ իրականացնում նախաքննություն, որը քննիչի կողմից իր լիազորությունների սահմաններում ենթադրյալ հանցանքի կապակցությամբ իրականացվող գործունեությունն է։ Նախաքննությունը սկսվելուց հետո սկսվում է նաև հետաքննությունը, որը հետաքննության մարմնի կողմից իրականացվող գործունեություն է, նախաքննությանը օժանդակող եւ իրենից նշանակում է օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ գաղտնի քննչական գործողությունների կատարում։ Նախաքննությունը ավարտվում է մեղադրական եզրակացություն կազմելով կամ քրեական վարույթը կարճելով։ Ոչ միայն ենթադրյալ հանցանք կատարած անձին, այլև քրեական վարույթի շատ այլ մասնակիցներ երբեմն փորձում են հոգեբանական հնարքներ գործադրել տարբեր նպատակներով, ինչպիսիք են ժամանակ շահելու, պատասխանատվությունից խուսափելու կամ ուշադրությունը շեղելու համար։ Հիմնական ձևերն են հակասական ցուցմունքներ տալը, օբյեկտիվ իրականությունը խեղաթյուրելը, օբյեկտիվ իրականությունը սխալ կերպ ներկայացնելը, հարցերին պատասխանելուց խուսափելը, ինչպես նաև էմոցիոնալ ճնշում գործադրելը։ Սակայն նշված հանգամանքները փորձառու եւ պրոֆեսիոնալ քննիչին չեն կարող շփոթեցնել, քանի որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում համակարգված վերլուծության են ենթարկվում վարույթով պարզման ենթակա բոլոր հանգամանքները, հետևաբար քննիչին շփոթեցնելու փորձը երբևէ չի կարող հաջողությամբ ավարտվել։ Քննչական կոմիտեում ծառայելը պահանջում է տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների շարունակական կատարելագործում, առավել եւս օրենսդրական փոփոխությունների եւ նախադեպային իրավունքի զարգացման պայմաններում։ Այդ կապակցությամբ պարբերաբար իրականացվում են կրթական վերապատրաստման ծրագրեր, այդ թվում արտասահմանում,
ինչպես նաև քննիչների կողմից զբաղեցրած պաշտոնին եւ մասնագիտական ունակություններին համապատասխանելու հարցը բարձելու, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին 3 տարին մեկ անցնում են ատեստավորում։ Նաև շատ կարևորում եմ ինքնակրթությամբ զբաղվելը, մշտապես դատական պրակտիկային եւ իրավական նորմերին հետևելը։ Աշխատանքում անաչառության եւ օբյեկտիվության ապահովման լավագույն նախապայմանը համարում եմ օրենքի պահանջներին խստորեն հետևելը եւ ապացույցները բազմակողմանի հետազոտելը, այսինքն եւ մեղադրական եւ արդարացնող տեսանկյունից հավասար ուսումնասիրելով, ինչպես նաեւ անձնական վերաբերմունքը գործընթացից դուրս պահելով։ Քննիչի աշխատանքում շատ կարևոր է կայուն հոգեբանական վերաբերմունքը եւ հոգեհուզական ոլորտը, քանզի աշխատանքում հնարավոր է ստեղծվեն իրավիճակներ սահմանային, երբ կարող է հատվել օբյեկտիվության եւ անաչառության շեմը, սակայն կայուն հոգեբանական վերաբերմունքի եւ պրոֆեսիոնալիզմի դեպքում նման խնդիրներ չեն կարող ծագել եւ կկանխվեն այդ ամենում։ Քննիչի աշխատանքում շատ կարևոր է անձի բարոյական կերպարը եւ արժեքային համակարգը, որոնք առանցքային նշանակություն ունեն։ Քննչական կոմիտեում աշխատելը պատվաբեր է, հետեւաբար քննչական կոմիտեի աշխատողները պետք է օժտված լինեն բարձր բարոյական հատկանիշներով եւ արժեհամակարգով։ Այդ սկզբունքները ոչ միայն ազդում են անձի վարքային դրսևորումների վրա, այլ նաեւ խթանում են լիազորություններն իրականացնելիս ճիշտ դրսևորվելու եւ խելամիտ որոշումներ կայացնելու համար։ Շատ կարեւոր է նաեւ նախաքննության ընթացքում վարույթի մասնակիցների հետ այնպիսի հարաբերությունների ձևավորումը, որոնք անաչառ դիտորդի մոտ քննիչի անկողմնակալության եւ անաչառության վերաբերյալ հիմնավոր կասկած չեն կարող հարուցել։ Քննիչի էթիկական սահմանափակումները հիմնականում ուղղված են օրինականության ապահովմանը, հանրային վստահության ամրապնդմանը եւ գործի անաչառ եւ օբյեկտիվ քննությանը։ Պաշտոնեական եւ ոչ պաշտոնեական հարաբերություններում քննչական կոմիտեի ծառայողներին ներկայացվող պահանջները կարգավորվում են քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով, որի պահանջները խախտելու դեպքում քննչական կոմիտեի ծառայողը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության։ Հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական վարույթների դեպքում բնականաբար ավելի բարդ է որոշում կայացնելը, քանզի այդ պարագայում գործ ունենք հանրային ուշադրության եւ ճնշման հետ, սակայն շատ կարեւոր է հանրային ուշադրությունը տարանջատելը քրեական վարույթից, բացառապես օրենքի եւ ապացույցների վրա հիմնվելը, ինչպես նաեւ շատ կարեւոր է կայացնել որոշում, որը կլինի ոչ թե հասարակությանը հաճելի, այլ կլինի իրավաչափ որոշում։ Ինձ համար իմ աշխատանքային գործունեության ընթացքում քննված յուրաքանչյուր քրեական վարույթ առանձնահատուկ է, քանզի յուրաքանչյուր քրեական վարույթում բախվում ենք մարդու իրավունքի կամ հիմնարար ինչ-որ սկզբունքի հետ։ Շատ դժվար կլինի ինձ առանձնացնելը կոնկրետ ինչ-որ մի վարույթ, քանզի ինչպես նշեցի, բոլորը կարևոր են, սակայն երևի թե կառանձնացնեմ անչափահասի կողմից խմբի կազմում զենքի գործադրման ավազակություն կատարելու դեպքը, որը քննվել է իմ վարույթում աշխատանքային գործունեության սկզբնական տարիներին, այստեղ ուշադրության էր հատկապես արժանի խմբի անդամների անբարենպաստ ազդեցությունը անչափահասի եւ նրա հանցավոր վարքագծի վրա։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։